հատ գոնե իմացեք ինչքան են կանգնելու, ի վիճակի են կանգնենք, հետո այդքան է բարձրանանք, հա? Հա, բայց ինչի համար։ Ես է շուտ եմ եկել, որ կարողանամ բարձրանամ։ Ասում են պետական արարողակարգ է այդ պատճառով։ Պաշտոնյաները պիտի բարձրանան։ Թող իրանք կան բարձրանան, իմանանք ինչի համար են կանգնում։ Չի կարելի։ Էսի են տոննա, որ չի կարելի ոչ մի օրենքի ենթարկվել։ Ես հիմա ուզում եմ բարձրանամ։ Ես չեմ կարող սպասեմ։ Գոնե մի հատ անուն տան, ինչի համար։ Արարողակարգը գիտենք ժամը 10-ին 11-ին, ես դրա համար շուտ եմ եկել, որ բարձրանամ։ Չգիտեմ ինչ ասեմ, ասելու բան չկա։ Ոչ մի պատճառ չի փարատի այս բանը, ոչ մի բան։ Ձեր շեֆը, խնդրում եմ, մի հատ զանգեք, պարզեք ինչքան կանգնենք թե չկանգնենք, հիվանդ մարդ ենք, ոնց կարանք այսքան կանգնենք, չի կարելի։ Մի հատ խնդրում եմ ինձ պատասխանեք, ինչքան կարելի է սպասել, խնդրում եմ ուղղակի։ Ժամը 10-ին, հիմա քանիսն է ժամը։ 8:30, ուրեմն մի ժամ ու կես պիտի սպասենք, ինչի համար։ Հիմա նոր եմ եկել, ճիշտն ասած, ես շուտ եմ եկել, որ բարձրանամ իջնեմ, ես ի վիճակի չեմ, կանգնեմ, այդքան սպասեմ, հետո նոր իջնեմ։ Ես ամեն տարի եկել եմ, այս ժամին բարձրացել եմ, շատ հանգիստ, ոչ մի խոչընդոտ չի եղել։ Այս տարի ինչ ա կատարվել, ինչն ա փոխվել։ Բացատրեք։ Զանգեք ինչ որ միտեղ մի բան իմացեք, բացատրեք, այսքան ժողովուրդը կանգնած է, հանուն ինչի։ Նիկոլ Փաշինյանն է ներսում, ժամը 9-ին գալու է այստեղ, այդ պատճառով էլ Հա, գոնե թող ասեն Նիկոլ Փաշինյանն է գալու, ես ասեմ, հա, սպասեմ, թող ինքը բարձրանա, բայց հələ չգիտենք երբ է գալու։ Դե հենց այդ է, ինչ որ եղել է այտենց, որ ժողովրդին կանգնացրել են այդ իշխանության թևը բարձրացել է։ Հա հասկանամ էլի, գոնե հասկանամ դրա համար եմ կանգնում սպասում։ Չեք կանգնելու մինչև 10-ը։ Այսքան ոնց կարելի է, դե հավաքվում է ժողովուրդը։ ամեն տարի այս ժամին եք գալիս, Այո, միշտ բարձրացել եմ ու այս ճանապարհով էլ իջել եմ, որովհետև խոչընդոտ չի եղել։ Ու ես այս ժամին, այո։ Չէ, ես ժամը արդեն 8-ին համարյա 8:10 իջել եմ։ Ես դրա համար շուտ եմ բարձրացել ու շուտ իջել եմ։ Գիտեմ, որ դժվար է հետո։ Խնդրում եմ։ Ցողություններ ունեք ընդհանրապես այսօրվա հետ կապված։ Այսօրվա շատ ունեմ, աղջիկ ջան։ Նախ ծնողներիս հարազատներին այսօրն են սպանել ամսի 24-ին։ 2-3 դա գենի մեջ մտած է, ես չեմ կարող մոռանալ։ Մայրս այսօրը մահացել։ Իր ծնողների նույն օրը մահացել է։ Ես ամեն տարի գալիս եմ եւ մայրիկիս, եւ պապիկ տատիկին, եւ հարազատներիս շիրիմներին, ոսկորներին ասեմ, հիշատակը ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ։ Դա ես չեմ կարող մոռանամ, ով մոռանում է, դա իմ գենի, իմ այրան մեջ է, ես չեմ կարող մոռանամ։ Խնդրում, բայց տեսեք դուք այստեղ սպասում եք, ժամանակահատվածում կորուստներ էլ ասացիք ունեցել եք, բայց ներսում այնպիսի մարդիկ են, ովքեր առաջնահերթ այլևս չեն համարում ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ես չեմ ուզում քաղաքականացնել։ Ամեն մեկը իր յուրովի է ընդունում, ովքեր որ զոհ են ունեցել 15 թվին, ում ծնողները որ մազապուրծ են եղել, դրանք չեն կարող Պետք չի, որ դրանք մոռանան, պետք չի, պետք է հիշեն, դա մեր այրան մեջ է, դա մեր մոռանալ պետք չի։ Դուք եք կանոն անում։ Ձեր ցավը տանեք։